Ահա, սա իմ կոմպոտը, այն էլ բաժակս լցրած, ես էլ իմ փիփերթով ապուրը, ես էլ նրբերշիկը սիրելիներս, դե ինչ ասեմ, ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, այսօր նորից որոշեցի գնալ դուրս, համ անգալու չեմ գնում, գործով եմ գնում իհարկե, մի քիչ էլ դրսում կնկարահանվենք, հետո կգանք տուն, կտեսնենք ինչ ենք անում սիրելի հետևորդներ ջան, դե կհանդիպենք մի քիչ հետո սիրելիներ։ Սիրելի հետևորդներ ջան, միացանք իրար, ճիշտ է, առավոտյա շուտ է, հլա եղանակը հով է, բայց դե ցուրտ չի, դիսա թև եմ հագել առաջ անգամ, բայց դե ցուրտ չի։ Այս ինչ մութ է, լախանութները չեն բացել, ես էլ մեր անցումն է, բայց լախանութները չեն բացել, մութ։ Այ, շատ հանգիստ է, շուղով շատ չկա, մենք ու մենք ենք, հիմա դուրս եկա, գնանք կանգար սպասենք տրանսպորտի։ Սիրելի հետևորդներ, դե արդեն տուն եմ եկել, լվացքի ներքերան դատարկել եմ, մի քանի հատ շոր կատնել։ Սիրելի հետևորդներ, ուզում եմ հլա մի բան ասեմ, իհարկե խոսքս մեր տարիքի կանանց չի վերաբերվում է ջահելներին, եթե դուք շորը փռում եք, մենք հագնելու շորը ոնց եք փռում։ Ես օրինակ թարսում եմ, թարսի վրա եմ փռում, այդպես։ Այս կարերը տեսնում եք երևում է, թարսի վրա եմ փռում ու այս ձևիները փռում եմ այս թևատակից, որ շպիկի տեղերը չերևա ու հետո եթե ասենք մանավանդ որ գույնավոր է լինում, մի քիչ շատ արևի տակ մնաց, այդ գույնը տանում է, դրա համար օրինակ ես բոլոր շորերը շուռ եմ տալիս, թարսի վրա եմ միշտ թվում, չգիտեմ դուք ոնց եք անում, բայց ճիշտը դա է, ես իմ փորձից եմ իմացել, երբ որ նոր գնված բլուսկես, երբ որ փռեցի, համարյա սպասեցի, որ չորանա, էլի, արևի ճարակայքը իրան գույնը խլում, այնքան հին երևա, այդ իմ փորձից եմ ասում, դրա համար ես միշտ ուտեց եմ փռում, հիմիկվա ջահելները չեն էլ լսում, ոնց ուզում ուտեց եմ փռում, բայց ճիշտը դա է, թե ուզում եք ձեր շորը երկար մնա, ուրեմն թարս վիճակում փռեցիք սիրելիներս, դե ես ապռեմ ու նորից կմիանանք իրար։ Սիրելի հետևորդներ ջան, դե քանի որ եկա տուն հասա, սիրելիներս, դե ասեց դրանից առաջ էլ ասեցի, լվացք ունեի թարեցի, հետո մի հատ մակարդակով սուրճ խմենք իրար հետ, սիրելիներս, թե ժամանակը վերջացավ, օրինակ ինձ համար վերջացել է, արդեն տաք է եղանակը, թեվերը այդ մոտ չի տալիս։ Սիրում սրճի բաժակներով սուրճ խմենք, ինձ շատ դուր է գալիս, այն անցած անգամները
ուրիշով խմեցի, են էր ալալու, բայց սա ավելի աշնթուր կալի ինձի։ Ասեմ, որ մի 2 օր առաջ գնացի, անոմաս սիթից սուրճ արա, մեր ասում էի, որ մենք տեղ մոտիկ խանութ կար, մենք սովորել էինք այդ սուրճին, դրանից էինք աղնում, բայց որ խանութը թարդվեց, մենք չենք կարող գտնենք մեր սիրած սուրճը։ Մի քիչ լստեմ, երեկեցի դառնով էր, համ էր գալիս, նա քիչ լստեմ, ասեմ կարող է շատ եմ լցրել դրանից եղավ։ Մենք հոցենք քչով տնանք ոնց ալիմում, կեշակարավաշ չեմ լսնի, որտեղ կարամել ունեմ, սիրելի հետևորդներ ջան։ Թողնենք եղա, հույսով եմ, որ 7000 հետևորդից մեկը ինձ է սուրճ կխմի։ Համադես երբ եկավ ժամը մեկն ագա, չէ, ժամատուց չի աշխում։ Այդքան էլ կեսօր չի, վրան հատվեսնի նոր ժամը 11-ն է գալիս, գնում եմ մոլորված եմ, ժամը թևիս վրա գնում եմ անտեղ եմ ժամը նայում։ Ինչ ասեմ։ Տեսնենք հլար ես անգամ ոնց է։ Գնամ կարամելս էլ բերեմ։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, նախքան մեր սուրճը խմել է, թող մի քիչ հովանա, ուրեմն ուզում եմ նաև գաղտնիք ասեմ, որոշները կիմանան, որոշներն էլ կարողա չիմանան։ Օրինակ ասենք, եթե կոմպոտ չեք փակում ամառը, կարող եք հատապտուղներից, օրինակ սա ծորիա եւ հոնա, ոյ ընկակետի, հոն եւ ծորիա, դե պուջուր տեսակն է ծորիի, սա կարող եք տոպրակների մեջ տնել լցնել, տնել սարսախցիկը, ու երբ որ ասենք տնական կոմպոտ ես ուզում, մի հատ այսպես կիլոանոց տարայի մեջ, նո այդքանը հերիք է, օրինակ, ասես մի բուռ էլի, գցում ես, շաքարավազն էլ լցնում ես, ես առավոտյան ջուրը եռացրել, շաքարավազը լցրել եւ բանան արել, փակել է։ Սա հլա ժամանակը չի խմելու, ուղղակի ցույց եմ տալու ձեզ։ Ասեմ էլի մարդիկ են թող իմանան, կարող է որոշները եւ չեն իմանա։ Սա հլա պետք է մնա, միջև ինքը գոլանա, որ իր հատապտղի գույնը, համը դուրս հանի։ Այսպես սրբիչով փաթաթում եմ, ասենց։ Ձեզ դնում եմ մի կողմի վրա, միջև ինքը գոմանա, ոնց ենք կոմպոտը փակում ու փաթաթում, չէ, այս էլ նույն ձևով, ուղղակի կրիշկեն բաց, հետո արդեն ասեմ, որ 4 ճաշի գթալ շաքարավազ եմ լցրել, ես շատ քաղցր չեմ սիրում, մինիմալ էլի, այտենց, էդ էլ իմ կողմից ձեզ խորհուրդ, ովքեր որ ասենք չէին իմանում։ Դե հիմա գնանք մեր սուրճը խմենք սիրելի հետևորդներ։ Սենց։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ես ուզում եմ ձեզ լավ լուր հայտնել, մեկ էլ չեմ լավ ուզում եմ սպասեմ, հետո եմ ձեզ լավ լուր հանձնելու, թող մի հատ ամեն ինչը պատրաստ լինի, նոր վախենում եմ ասեմ, հետո չստացվի, մատրած կդա, բայց թող սպասենք ճիշտ է լինի, ձեզ սյուրպրիզ կանեմ, շատ լավ լուր եմ ասելու։ Ես կարամելն եմ սիրում, իմ աղջիկն էլ ամեն գալուց կարամել առնում է, շոկոլադ էլ է բերել, բայց շոկոլադ չեմ սիրում այդքան ես։
ինձ կարամելն ա դուր գալիս։ Ճիշտ է համը ունի հլա, անտեղիլ եսիվ իմացածից չարավ լսեցի ուրիշի, ընդհանրապես որը որ ջոկում ես մտքովդ ասում է լավա պիտի են առնես ուրիշի ասած չլսես։ Բայց ոչինչ, քիչ որ սուրճը շատ չլսնի, թունդ չլինի, ասեց կարամելով լավ է, կարամ խմել։ Ասել այսքանը սիրելի հետևորդներ, ճան չեմ ուզում ձեզ շատ սպաղացնել իմ սուրճի շուրջը, եթե դուք եք դրել, դուք խմեք ձեզ համար, ձեր հաճույքին ստացել, ես էլ հլա մտածել տենամ ուրիշ ինչ կարելի է պատրաստել, հետո նորից կմիանանք, պատրաստել չեք պատրաստել, կմիանանք նորից։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ոնց գցեցի, բռնեցի, ինչ պատրաստել, ասեմ, որ ինձ համար է պատրաստում, տնեցիներն էլ չեն ուտում, ուրեմն այս թազա նոր այս տարվա դուրս եկած փիփերթ էի հավաքել մեր այգուց, սրանց որ մնա ամբողջ օրը իրանք չոր են ուտում, ցավաք էլի, ջրիկ ճաշը այդքան չեն ուտում, իսկ ես չեմ կարող սիրում անկախ ինձանից ոնց որ ինձ ջուր կա ջրիկ ճաշը։ Ես մեկտեղ սենց մեծ որոշեցի փիփերթով ապուրեփել։ Հիմա կեսը թել էի, կեսը պահել էի, ափսոս ա էլի, անից էլ փափուկ, թար, փափա, հիմա որոշեցի այսօր դա պատրաստել, իհարկե ես եմ ուտելու, իրանք չեն ուտելու, թե մեր հացը կերավ, թե չկերավ, էտա չկերավ իմ վրայա, բայց ես 2 օր էլ կմնա, 3 օր կմնա, ես ուտել, ես եմ իզում ասել, ձերի հետևորդներ ջան, սրա հետ միասին էլ նրբկեշիկ կա, այդ նրբկեշիկն էլ կխաշեմ, տեսնենք ոնց է, խաշած ավելի լավ, ավելի լավ է խաշել։ Սետենեմ նրբկեշիկի համար, խաշեմ։ Որս էլ ասիրը համայակր, նրբկեշիկ, ասից իրանս բան ձանջատ ենք, ես տելիքոնից, ուկցենք թող երը, չհաջուրը նվա չի եղում, բայց ես այ 2 ռոքեից կերը։ Ես ջուրը արդեն պիքետից ուզում ան եղա։ Պիքետից ջուրի եղում անացնեմ։ Կամաց լսնել, որ պիպետս չդեղնվի, ջերը չկանգնի էլի, որտեղ պիպետս սառնա։ Չեմ տակ ուժեմ, հա։ Եթե դուք եք ասեմ սիրում եք, պատրաստում եք, եթե սարցախցիկից եք հանում, ուրեմն լցնելուս միանգամից լրիվ մի լցրեք, որ ջրի եղը չկանգնի։
սկսի եղալը լցնենք, որ եղը չկան, եթե կարնում արդեն իպես դեղնվում, որ դեղնվեց, եթե արդեն բոլոր դեր լավ գիտեք, որ ուտելու բան չի։ Այսօր էլ գիտեք, վերջին զանգա, մեր երեխեքը, ես ավարտող թողերս բոլորել ամուսնացած են, ավարտող չունեմ, բայց ուրախանում եմ էլ երեխեքը, որ դպրոց ավարտում են, ուրախանում են, նոր կյանք են մտնում, իրանց հաջողություն լինի, միշտ կանանց ճանապարհ լինի բոլորին, ովքեր այսօր դպրոցը ավարտում են, շնորհավորում եմ իրենց վերջին զանգը, եթե իմ հետևորդների մեջ էլ կլինեն, որ իրանց երեխեքից վերջին զանգ են նշում, թող հաջողություն լինի, կյանքում միշտ հաջողություն ունենան, այն խորհրդություններն էլ կարողանան հաղթահարել։ Բոլորիս կյանքում էլ կա այդ խորհրդավոր տեղերը, ուղղակի պետք է ուժ ունենան, որ հաղթահարեն։ Ոչ մեկս էլ հանգիստ կյանքում չեն ապրում, ասեն, որ ասում են մի տնով չենք, մի հալով ենք, ճիշտ է, պետք է համբերենք, պետք է հանդուրժենք, որ կարողանանք ելա գնել։ Արդեն ջուրը եղած, երկրորդն էլ լցրեցի, հիմա կփոխենք եղը։ Մի քիչ տակը ցածրացնեմ, որ չթափվի։ Ասա մեր փեշիկներ կսկսի եղալը, հրաբերանն էլ մի բան դնենք։ Ինքը իրան բանը, իրան կափարիչը ջարդվել է։ Ուրեմն սիրելի հետևորդներ, այս անգամ սոխը չեմ դաղում, ասիկը դաղում եմ, հենց ես լսում եմ եփվի։ Ասեմ, որ յուղ էլ չեմ բերել, եփի կվերջացնի նոր կարակ կտանեմ։ Սխտորել եմ լցրել, հեսա որ պատրաստ լինի, ոնց որ պատրաստ արդեն, սպաս կարտոֆիլը եփված է, մոտել պիտը նայեք, հա, ես էլ է եփված, հիմա կանաչեր կտրտենք ու վերջ։ Սերի հետևորդներ, ասեմ, որ սամիթ եմ կտրտում, կամ սամիթ, կամ համեմ։ Դայակ եմ։ Մի քիչ եղը մեր ճաշը արդեն պատրաստ է։ Սիրելի հետևորդներ, ուրեմն կարագի մի կտոր կարագ եմ դնում։ Ասած կտրեք, կտորել թող սենց մնա, քանի շատ չի սառել, մնա որ տնեմ իրան տեղը։ Ուրեմն սիրելի հետևորդներ, այս սիրելի իմ փիփորթով ապուրը, այս էլ ներ փեշիկը, այս էլ իմ պատրաստած կոմպոտը, բայ չուտողի։ Համեցեք միասին, սիրելի հետևորդներ, այն իմ ոնց որ ասացի, բայ չուտողի։
Սիրելի հետևորդներ ջան, համասկզբից մոռացա որ հիշացնեմ, ովքեր առաջին անգամն են դիտում իմ հոլովակը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, կիսվել ձեր մեկնաբանություններով, եթե ցանկանում եք, եթե չէ, կարող եք սրտիկներ դնել։ Ես ձեզ շատ սիրում եմ, սիրելիներս, ես շատ շնորհակալ եմ ձեզանից ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, սիրելիներս, ինչ ասեմ, ստեյսյուն ձեզ, կհանդիպենք հաջորդ հոլովակին։ Դե հիմա հոլովակս կհավանեք, չեք հավանել, այսօրվանը այսքանն է։ Ստեյսյուն ձեզ, կհանդիպենք հաջորդ հոլովակին։